Պարոն Ահապետյան, մի հատ ճշտում անեք կներեք, այսօր մամուլում հրապարակում կար պատգամավորներ, ժողովրդում 4 կին պատգամավորների հետ կապված, որ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն։ Ինչ տեղեկություններ ունեք այդ մասով եւ ինչով են այդ կին պատգամավորները հայտնվել ուշադրության կենտրոնում։ Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, անկեղծ ասած առաջին անգամ ցեզանից եմ լսում, որևէ մանրամասներ չեմ կարող այդ կապակցությամբ։ Որևէ ընթացակարգեր չկան, ձեզ մոտ Հակակոռուպցիոն կոմիտեում որևէ նման գործընթաց չունենք։ Պարոն Ահապետյան, քիչ առաջ պատգամավորներից մեկը հարցը բարձրացրեց $11,200 հայտնաբերվել է, թե ոչ $590,000 գողոնի մեծ մասը հայտնաբերվել է, $11,200 չկա։ Ինչ է աղում այսօր։ Շատ լավ, ես այդ հարցին հանձնաժողովին նաև պատասխանեցի, $11,200 այո չի հայտնաբերվել, ներկայապահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բայց միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարի մնացած մասը, այսինքն $11,200 վերականգնելու առումով եւ եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա քերական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական եւ անշարժ գույքերի վրա։ Մեղադրյալները ունեն այդպիսի գույքեր, թե շարժական եւ թե անշարժ, եւ վնասի վերականգնում չունենալու դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտը անպայման կիրառենք։ Գորգ Թադևոսյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, որ կտայի $11,200։ Եվ դուք արդյոք պարզել եք ձեզ համար պարզ է ինչու այդ հսկայական գումարը մնացել քննչական կոմիտեում եւ չէր տեղափոխվել օրինակ դեպոզիտային հաշվին։ Տեսեք, քննչական կոմիտեում գումարը հայտնվել է մեկ այլ վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում, ճանաչվել է քննիչի կողմից իրեղեն ապացույց եւ այդ գումարը կենտրոնական բանկ ուղարկելու նպատակով, եթե չեմ սխալվում, 2025 թվականի ապրիլ ամսին վարչության պետի կողմից գրություն է հասցեագրվել կենտրոնական բանկ, որպեսզի ԻՊԱ հանձնվի գումարը կենտրոնական բանկին, սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր, կենտրոնական բանկը ըստ էության հրաժարվել է գումարը որպես ԻՊԱ ընդունել եւ նորից վերադարձվել է քննչական կոմիտե եւ մնացել է չհրկիզվող պահարանում։ Բայց ինչու է հրաժարվել։ Այդ մասով քննությունը ընթանում է, կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում կենտրոնական բանկը հրաժարվել է, բայց քանի որ այս պահին նաև նախաքննությունը իրականացվում եւ այդ հանգամանքները եւս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, թույլ տվեք ձեռնպահանամ այդ հարցերին պատասխանելուց։ Կադրային ջարդի հետ կապված էլի այսօր հրապարակել ձեր հարուրը չի լրացել, չէ՞ պարոն Ահապետյան։ Ոչ։ Արդեն այս երկու ամսվա ընթացքում մեր տեղեկություններով պաշտոնականը 12 էր, ես ինքս հրամաններ ուսումնասիրել եմ ազատվածները պաշտոնից, բայց ըստ էության ասում են ավելի շատ են ու շարունակում են։ Սասուն Խաչատյանի կադրից եք ազատվում, թե քննիչները լավ չեն աշխատում, այս ինչ ջարդ եք սկսել ներսում։ Ես կադրային ջարդ ծեր օգտագործած տերմինի հետ թույլ տվեք չհամաձայնվեմ, դա բնականon աշխատանքային process է, կադրային փոփոխություններ եւ ազատումներ եւ նշանակումներ բոլոր կառույցներում տարբերաբար լինում են եւ որևէ այլ հանգամանքով պայմանավորված, բացի աշխատանքային հարաբերություններից, դրանք այլ հիմքեր, պատճառներ չունեն։ Արդյունավետությունը պակաս։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որոշակի մոտեցումների հարց է ընդհանուր նաև ուղղությունների, մոտեցումների հետ կապված, անձինք որոշ անձինք ունենալով նաև այլ մոտեցումներ եւ աշխատանքային այլ սկզբունքներ, նաև ազատման դիմումներ են գրել։ Պարոն Ահապետյան, երկու հարց ունեմ, նախ առաջինը, հայտնի է, որ Enterprise Armenia հիմնադրամի տնօրեն է նշանակվել արտաքին գործերի նախարարի կինը, դուք այստեղ շահերի բախում չեք տեսնում, առավոտյան օրինակ ես դա հարցրեցի Արայիկ Հարությունյանին, նա ասաց, որ դա օբյեկտիվ ընտրություն է եղել, դուք ինչ եք կարծում, նորմալ է, երբ Բարսեղջյան Պաշտոնյայի կինը նշանակվում է հիմնադրամի տնօրեն, որտեղ խոսքով պետական միջոցներով է։ Կարծում եմ դա իմ
տիրույթում պատասխանելու հարց չի, այդ հարցին կարող է պատասխանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Լավ, երկրորդը վերաբերում է Սորվա Արայիկ Հարությունյանի մյուս հայտարարությանը, որ կրթվել է նորաձև միջոցառումը, ծրագիրը, որ իրականացնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև մասնակցում է վարչապետը, այսօր հայտարարեց, որ փաստորեն այդ միջոցառումը կատարվում է աշխատակազմի միջոցների հաշվին, արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում, հաշվի առնելով, որ դա որպես կանոն, այսպես քարոզչական բնույթի միջոցառում է։ Պետական միջոցներով վարչապետն ու իր տիկինը զբաղվում են քարոզչական ծրագրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրվածի մեջ, հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են, կատարվում Բայց դա են։ ինչքանով է բխում մեր պետական շահերից, ինչ է նշանակում, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ Հատկապես որ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն մասնակցում այդ եւ իրենք են, հա։ Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում եւ չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել, եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ չէր ես ձեր ասացի նման Կներեք իմ հարցին պատասխանեք։ Ես պատասխանեցի արդեն այդ հարցին։ Այսինքն դուք նորմալ եք համարում, որ պետական բյուջեի հաշվին հիմնադրամը անում է միջոցառում եւ դրա համար վճարում են հարկատուները, այդ թվում օրինակ նաեւ դուք։ Ես որևէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Նորից նույն հարցին, եթե ձեր հարցը տարբեր ձևակերպումներով մի 100 անգամ էլ տակ, պատասխանը նույնն է լինելու։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն։ Տիկինն են, հա, գլխին կանգնած այդ ամենի դրա Ուրիշ հարցադրումներ ունեք։ Պարոն Հապետյան, քաղաքապետարանում տարբեր պաշտոնյաների հետ մշտապես կամ մամուլի հրապարակումներ կոռուպցիոն գործարքների հետ կապված։ Արդյոք ձեր կառույցը հետամուտ է, օրինակ քաղաքապետարանում է մշտապես կոռուպցիոն դեպքեր բացահայտվում եւ ուղիղ ասում են թելերը տանում է դեպի Տիգրան Ավինյան։ Այս ամեն ինչը քննության առարկադառնում է։ Ես ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով կամ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որևէ տվյալ, որևէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման այդ հանցանքով կատարվում են համապատասխան վարույթային գործողություններ։ Շատ է քաղաքապետարանում այդպիսի ձերբակալություններ եւ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը մի կառույցում, որի ղեկավարը Տիգրան Ավինյանն է, քաղաքապետը, այսինքն մտահոգություններ չկան եւ ուղիղ նրան թեկուզ կանչելու, հարցաքննելու, թելեր ասում են տանում են, բոլորն են դա ասում, որ այդ մարդը ղեկավարում է այդ կառույցը։ Ձեզ մոտ մտահոգություն չկա, ինչպես իր տիրույթում այդքան կոռուպցիոն դեպքեր։ Եթե որևէ վարույթով ձեր ասացի նման ունենանք տվյալներ, որ այդ հանցագործությունը կամ հանցագործությանը առնչվել է նաև այլ պաշտոնատար անձ, այդ թվում նաև քաղաքապետը, ապա անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննվի, որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարոն Հապետյան, Անիֆի գործը ձեր մոտ է։ Անիֆի գործը քննվում է քննչական կոմիտեում, ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեում։ Այլ հարցեր կան։ Դուք կաշկանդված եք խոսելու Փաշինյանի կամ նրա ընտանիքի որևէ անդամի Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ կարդալ ունակություն ունեք, պատասխանեք։ Ես արդեն ձեր հարցադրումը հասկանում եմ, քանի որ սրանից առաջ էլ եւս 3 անգամ նույն հարցադրումը տվեցիք, ես պատասխանեցի, ես սրանից չեմ բարձրացնում։ Դուք դիտողն էլ պետք է չէ հարցը լսի, թե ինչի մասին։ Լսում եմ, ասեք։ Դուք արդյոք կաշկանդվածություն ունեք, երբ որ խոսում եք Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի որևէ անդամի ենթադրյալ կոռուպցիոն չարաշահման մասին, թե ոչ օրինակ մտավախություն ունեք, որ կարող մի երեկո դուք էլ WhatsApp-ով մեսենջեր բանը ստանաք, հա, SMS ստանաք ազատվելու մասին։ Այսինքն նրա այդ կապված հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս, հա, դա հաշվի առնում եք այնպիսի բան ասեմ, որ SMS չստանա։ Որևէ կաշկանդվածություն չունեմ, ձեր հարցի պատասխանը։ Եվ նաև ճիշտ հասկացանք, որ հարկատուների միջոցների հաշվին իմ քայլը հիմնադրամի կողմից կազմակերպված կրթվելը նորաձև է շարժման այդ ծախսերը կոռուպցիոն որևէ ռիսկ չեք համարում։ Ես նորից եմ
նույն հարցին պատասխանում, ձեր նկարագրածում կոռուպցիոն որևէ դրսևորում չեմ տեսնում, ձեր նկարագրածում իմ ասածը դա է։ Եթե այլ փաստեր ունեք, այդ փաստերը ներկայացրեք, մենք գնահատենք։ Պարոն Նահապետյան, չեք ուզում այդ հայտարարությունը հետքերով գնալ ուսումնասիրել եւ բարձել այդ պետ Գնանք որ ուղղությամբ։ Պաշտոնյաները պետական բյուջեի համար են ծախսում։ Դրա արդյունավետությունը ինչպես, այսինքն ինչքան մարդ կրթվեցա, դա ինչպես է որոշելու, Որտեղ դա նախընտրական քարոզչության օրինակ Ես ձեր հարցերին պատասխանեցի, եթե ունեք այլ տվյալներ, որոնք կվկայակոչեն կոռուպցիոն հանցանքի մասին, ներկայացրեք այդ տվյալների ստուգման ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք։ Կներեք, էլի, միայն այն, որ դա հասարակական պետության հետ առնչություն չունեցող կառույց է այդ հիմնադրամը եւ պատկանում է վարչապետի տիկնոջը եւ կառավարության աշխատակազմը ֆինանսավորում է այդ կրթվելը նորաձև է շարժումը։ Սա արդեն շահերի բախում չի ըստ ձեզ։ Շահերի բախումը դա կոռուպցիոն հանցանք չի համարվում։ Շահերի բախումով Ռիսկ չկա, կոռուպցիա զբաղվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարող եք այդ հարցը ուղղել հանձնաժողովի նախագահին։ Շնորհակալ եմ։